Գյումրու ավագանու արտահերտ ընտրությունները մեծ աժոտաժ են առաջացրել քաղաքական դաշտում մասնավորապես։ Ես դժվար եմ հիշում մեկ այլ դեպք, երբ Գյումրու արտահերթ թե հերթական ընտրությունները այսպիսի մեծ հուշադրության կենտրոնում լինեին։ Դուք որպես տեղաբնակ, պարոն Ավետիսյան, ինչ կարող եք ասել, արդյոք այս նույն աժոտաժը նկատվում է նաև գյումրեցիների շրջանում։ Իրականում գիտեք ավելի շատ այսպես Երևանում եւ սոցիալական հարթակներում է ավելի հնչեղաժոտաժն ավելի շատ եւ եթե փորձեք վերլուծություն կատարել արձագանքները կտեսնեք որ մեծի մասամբ արձագանքում են հիմնականում ոչ գյումրեցիները եւ այսպես այդ աղմուկը ավելի շատ ստեղծվում է հարակից հարթություններում հարթակներում իրականում Գյումրիում ընտրությունները տեղական եւ համապետական միշտ էլ ուղեկցվել են այսպես աղմուկով, եթե հիշում եք տարբեր տարիներին տարբեր միջադեպերով էր հարուստ հա այդ պատմությունը։ Այս առումով չեմ կարծում, որ ավելի է քան ուռճեցվում է, քան ավելին ներկայացում է, հա, հիմի գուցե այսպես օր-օրի նաև ակտիվանում է սոցիալական հարթակը, եւ այդտեղ բնականաբար եթե 10 տարի հետ գնանք եւ հիշենք, որ այն ժամանակ այսքան էս մեդիա հնարավորությունները չկային, այսքան լուսաբանում չկար, դեպաբար նաև այս արձագանքի ֆոնը չկար, նաև դա է նպաստում, այսինքն եթե ասենք 10 տարի առաջ էլեկտրոնային 100 լրատվամիջոց կար Հայաստանում պայմանականորեն հիպոթետիկ, այս պահին դրանց թիվը 10 անգամ ավել է եւ յուրաքանչյուր իր պարտն է համարում որպես իրադարձություն անպայման արձագանքելու պարզ է որ թեման այսպես լայկա հավաք է, հա, ու բոլորին էլ ցանկալի է ինչ-որ կերպ անդրադառնալ, դրա համար էլ տպավորություն է, որ կա մեծաժոտաժ, իրականում այնպիսին է, ինչպես բոլոր նախորդ դեպքերում։ Շատ լավ, քանի տեխնացու է առաջադրվել եւ արդյոք սոցիալական որոշակի հարցումներ արվել են, թե որ տեխնացուն որ տեղում է գտնվում եւ ինչ վարկանիշ ունի։ Ես կարծում եմ, որ այս պահին չկա կոնկրետ սոցհարցում, եթե նույնիսկ կա էլ դա այսպես ներքին սպառման համար է իրականացվել որևէ ուժի կողմից, առաջադրվել են 9 կուսակցություններ եւ դաշինքներ, ու ենթադրելի է, որ բոլորն էլ կգրանցվեն ի վերջո, հա, կստանան թույլտվություն մասնակցելու, ամենայն դեպս արի երևույթ չգրանցելու համար որևէ այսպես ազդակ չկա, կարծում եմ, որ բոլոր 9-ն էլ կմասնակցեն, կընդգրկվեն այդ համապատասխան ցուցակում։ Իրականության մեջ, գիտեք, ինքը բան ընթացքը հետևյալն է, այս բանին, որ ստանդարտ իրավիճակ է, ստանդարտ մոդեցումներ են, նույնիսկ քարոզչական, տեխնոլոգիական առումով ենթադրում էի ես, որ գուցե ինչ-որ մի նորաբանություն լիներ, հա, որ նախորդներից տարբերվեր, մեծ հաշվով դա էլ չեմ նկատում, ըստ երևույթին բոլորը փորձում են հնարավորինս քիչ ռեսուրսներ վատնելով, հա, մասնակցել եւ փորձում են հասկանալ, թե օրինակ ինչ-որ նվազագույն ֆինանսական ծախսերի դեպքում ինչ արդյունք կարձանագրվի։ Համենայն դեպս տեսանելի մեծ ծախսեր, ինչ-որ քարոզչական բնույթի միջոցառումներ, որ նախկինում տեսել ենք, այս պահին չկա, գուցե ընթացքում տեխնազուների կամ շտաբների կողմից ինչ-որ լայնամասշտաբ միջոցառումներ լինեն, հա, այսպես ավելի շատ ավարտական միջոցառումներ, հա, այն վերջի զանգի տեսքով, այս պահին նույնիսկ այդ մասով ես տեսնում եմ, որ ստանդարտ բաներային քարոզչություն, այս սոցիալական հարթակները նաև այդ մասով ճակերտների մեջ էժանացրել են քարոզչությունը, դե նախկինում ոնց էր, ասենք, հեռուստատեսությունն էր հիմնական քարոզչության միջոցը եւ բավականին ծախսատար եւ լուրջ ռեսուրսներ պահանջող, այսօր ինչ կա, միացրեցիր սմարթֆոնդ, մտար ետեր ու անվճար կարող ես ասել ինչ ուզում ես, ծրագրերդ, գաղափարներ ներկայացնել եւ միջայց այդ գործիքից եթե նկատել եք բոլորը օգտվում են, հա, այս բային գրեթե բոլոր ֆավորիտ տեխնազուները օգտվում են, հա։ Սոցհարցումների մասով վստահեցնում եմ այս պահին նույնիսկ եթե որևէ սոցհարցում լինի որևէ կազմակերպության կողմից, որևէ մեկը դա լուրջ չի ընդունի,
եթե մեկը դաշտ բերի, կասեն, որ այսինչի պատվերն էր եւ մյուս բոլորուտը կկռվեն դրատեմ, այսպես, հա, ինչքան էլ դա լինի օբյեկտիվ եւ նույնիսկ եթե աշխարհի ամենաօբյեկտիվ կազմակերպությունը այսօր Գյումրիում հարցում իրականացնի եւ հրապարակի, կարծում եմ, որ բացի առաջի տեղը, այսպես դասակարգված տեխնատուից մնացած բոլորը անհաշտ կլինեն այս թվերի հետ եւ իրենց անհամաձայնությունը կհայտնեն ու կասեն, որ ուղղորդված է, սարկած է, վճարված է մի խոսքով։ Իդեպ թվերի մասին 2015 թվականի մարտահամարի տվյալներով Գյումրիում ապրում է 118,000 քաղաքացի։ Մենք գիտենք, որ 15 թվականից հետո շատ իրադարձություններ են հաջորդել, 2022 թվականը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով շատ ռուսներ նախընտրեցին ապրել Գյումրիում, Գյումրիում բնակություն հաստատելու ցանկություն այսպես ստիպված եղան նաև Գյումրի տեղափոխվել մեր մի շարք արցախցիներ, արցախցի հայրենակիցներ։ Հիմա կոնկրետ թիվը որքան է ընտրողների իրավունք ունեցողների թիվը, արդյոք շատ հեռու է իրական թվից։ Ասում են, это было давно и неправда, բայց ինչ որ մի ժամանակ Գյումրիում այն տարածքային հանձնաժողովի նախագահն է, որը կոորդինացնում էր քաղաքային ընտրությունները եւ քանի որ կար այսպիսի պարտականություն հանձնաժողովին ծանուցել, հաշվառել եւ այլն, յուրաքանչյուր ընտրողի իրազեկել ընտրության օրվա մասին, իմ այսպես հիշողությունում ամենամեծ թիվը, որ արձանագրվել է, մեզ նաեւ օգնել են այդ թիվը ունենալու ուժային կառույցները 72,000 հաստատի բնակիչ ընտրելու իրավունք ունեցող բնակիչներն են եղել Գյումրիում, առավելագույն թիվը, որ ես հիշում եմ, կարծում եմ այդ թիվը փոքրիշ նվազել է անկախ ձեր թվարկած հանգամանքներից, որտեղ նախ արցախցիների մեծ մասը հանգամանքի բերումով հաշվառում չունեն, քաղաքացիություն չեն ուզում ստանալ, ուզում են փախստականի կարգավիճակ պահել, ռուսների 90%-ը գնացել են եւ հաշվառված չէին էլ ըստ էության մեծ մասը, կարծում եմ, որ այդ թիվը ոչ ավելին է, քան 68 70,000 առավելագույն փաստացի ընտրելու իրավունք ունողները անկախ հրապարակված ցուցակներից եւ կմասնակցի ենթադրում եմ ընտրությանը 38-ից 42,000 ընտրող, դա կախված նաեւ վերջին օրերի քարոզարշավից, մոտիվացիայից, մի քանի այլ հարակից գործոններից, այսինքն սպասելի թիվը, առավելագույն թիվը լինելու է այդ շրջանակում, իսկ եթե ինչ-որ իմաստով մոտիվացիայի պակաս լինի, ավելի նվազ կլինի, թե նաև զուգահեռ օրինակ կա բոլոր թիմ ընտրությունները Հայաստանի տարածքում, որը թիվը փաստացի ընտրողների ցուցակների չի գերազանցել 25-30%-ը, ըստ այդ տրամաբանության Գյումրիում էլ, եթե ընդունենք հիպոթետիկ այդ թիվը 120,000-ի կարգի ընտրողների թիվը, եթե 40% մասնակցություն լինի, կարծում եմ դա շատ մեծ ու լուրջ մասնակցային թիվ կլինի։ Գյումրեցիները, ինչպես եւ երևանցիները, այսպես ասեմ, անձերի են ընտրում, կարծում եմ կհամաձայնվեք ինձ հետ։ Մենք կարող ենք ասել, որ այսօր նախապատվությունը կրկին ժողովրդական կերպարներն են։ Միանշանակ ճիշտ եք, Հայաստանը դերևս այսպես մի կողմից ասում եմ, որ խիստ քաղաքականացված երկիր է, բայց ավելի շատ քաղաքական պրոցեսներում ներգրավված ենք մենք, քան թե քաղաքականացված ենք, հա, որովհետև Գյումրիում օրինակ վստահ եմ 1000 բնակչից մեկը այսօր կարող է քաղաքական դաշտի, ասենք պարզագույն բան, հա, կենտրոնամետ ցախ աճ ուժերը ցես կարողանա բացատրել թե որը որ դաշտում է սոցիալիզմը կապիտալիզմից հաստատ չեն տարբերի, նեոլիբերալիզմը կամ ինչ որ մի այլ գաղափարախոսությունից, այսինքն բնական է իզմերով չեն ընտրում Եվ այս մասին ես կուզենայի մի հետաքրքիր արձանագրում անել, տեսեք, շատ է կիրառվում այսպես սև PR-ի տեսակետից, հակաքարոզչության տեսակետից, որևէ տեխնոլոգիա այս կամ այն կուսակցության անդամ լինելը նախկինում, իրականում մենք շատ փոքր երկրում ենք ապրում, Գյումրին էլ այդ փոքրության մեջ ավելի փոքր է եւ հանգամանքի բերումով բոլոր են մարդիկ, որոնք ինչ որ իմաստով այսպես ջրի երեսին են եղել, քաղաքական process-ների են մասնակցել, տնտեսական process-ների, հա, ինչ որ իմաստով այսպես երևացող մարդիկ են եղել, այս բոլոր մարդիկ, երբ որ քաղաքականության մեջ են եղել քաղաքական գործընթացներին մասնակցել, ստիպված են եղել անդամագրվել այս կամ այն կուսակցությանը, հա, հիմի
Եթե նայեք ավականու անդամների ցանկը, եթե 9-ը մոտավորապես այս բանը դեռևս ցանկերն հրապարակված չեն, բայց նախնական հաղորդվեց ցանկերում քանակը առաջադրված անձանց մոտավորապես 600 մարդու մասին է խոսքը։ Ես ցած վստահեցնում եմ 600-ից 100-ը առնվազն իրենց կենսագրության ընթացքում նվազագույնը երկու կուսակցության անդամ եղել են։ Էլ չեմ ասում, որ այնտեղ կարող է ռեկորդային թիվ լինի 4 կամ 5։ Սա լավորիչ չէ, հա, Հայաստանը այդպես էլ չքաղաքականացվեց բարի նորմալ իմաստով, որևէ կուսակցության անդամ դառնալ ընդամենը եղել է միշտ պահի թելադրանք, հարգադրանք, ստիպողական, պայմանականություն, ինչ-որ կապվածություն եւ այս պահին էլ բնականաբար կոմպրոմատի այդ տարը չաշխատող է, հա, չէր կարող ԼՊ Հայաստանը խմբակցության առաջադրած տեխնացուի Սարիկ Մինասյանի մասին ենք խոսում, ենթադրաբար, որը հերքեց իր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամակցությունը, թեպետ Հանրապետական կուսակցությունից փաստաթղթեր շրջանառվեցին, որտեղ նրա անձնագրային տվյալներն էին, համենայն դեպս այդպես էր ներկայացվում։ Տարօրինակ կարող է ինչի, բայց ես հետ Սահիկ Մինասյանին ես մի անգամ նկատի չունեի, այսինքն մտքումս ինքը չէր հաստատ։ Գիտեք, հենց այդ է էլի հարցը։ Մի ասենք, լավ, բացի հանրապետականից մի հատ էլ տաշնակցական եղել, մի հատ էլ բարգավաճ եղել, հա։ Հիշում եք Գյումրիի նախորդ քաղաքապետը Սամվել Պալասանյանի համարել էին ասում, հա, հիշում եք հայտնի այդ բանը, ճակատից կրված է եւ այլ եւ այլը։ Այդուհանդերձ մարդը հաղթեց ընտրություններում, այս բոլոր պայմանականություններով, բազմակուսակցական, այսպես իր հանգամանքով հանդերձ, այսօր շատերը Գյումրիում կարոտով են հիշում նրա կառավարման տարիները եւ չեմ կարծում, որ որևէ կերպ այդ մի քանի կուսակցության անդամ լինելը ստվերել է ինչ որ իմաստով, հա գուցե ասենք, գիտեք ոնց 10,000-ից 1 մարդու համար սա էական կարևոր եւ որոշիչ գործոն է, հա, բայց վստահ եմ ընդրության ելքի վրա չազդող հանգամանք է, բացարձակ որևէ կերպ չազդող հանգամանք է, թե անկուսակցական ես, թե կուսակցական, քանի կուսակցության անդամ ես եւ այս մասով Սարիկ Մինասյանը այս ցեզ ասեցի, չէ, 600 մարդ ցանկերում է ավականու եւ վստահեցնում եմ ցեզ 100-ից ավելը 1, 2, 3 կուսակցության անդամ եղել։ Այդ 100-ից մեկը նաեւ այս պահին քաղաքապետի պաշտոնակատարն է, մյուս ֆավորիտ տեխնազուներն էլ, եթե նայեք կենսագրությունները, եթե նույնիսկ դե ֆակտո եղել են անկուսակցական, կուսակցական տոմս չեն ունեցել կամ ունեցել են, առաջադրվել են տարբեր ժամանակներում այս կամ այն քաղաքական ուժի կողմից, հա, ուժեր, որոնք չկան, որոնք կան, ընդ որում, ասենք, կան տեխնազուներ, որոնք ժամանակին մի ճամբարից են առաջադրվել, երբ այն մյուսի հետ խորը հագամարտություն է եղել եւ իրենք մրցակցել են այդ պահին այդ երկու ճամբարները, հետո հայտնվել են հենց այն մյուս ճամբարում, որի դեմ արճակատել են, որի հետ այսպես պայքարի մեջ են, այնպես որ այս հանգամանը բացարձակ ազդեցիկ գործոն չի եւ եթե ուզում եք, որ ասենք եւս մի 10 կուսակցության թիմում հրաբարագեք, որի անդամ դիցուկ եղել է ձեր նշած անձը, վստահեցնում եմ դա բան չի փոխելու։ Կամ ասենք լավ փոխելու է 10-20 ձայն այս կողմ այն կողմ։ Շատ լավ, իմ վերջին հարցը, պարոն Ավետիսյան, դուք խոսեցիք ընտրության ելքի վրա չազդող հանգամանքներից, իմ մոտ տպավորություն է գուցե եւ թյուրիմացական, որ ավականու ընտրությունների գործոնի վրա չեն ազդում նաեւ աղետի գոտու հանգամանքը կամ աղետի գոտու համար ծրագրեր մշակելու այս տարը կարծես թե չի աշխատում։ Որևէ մեկը կարծես թե այսօր չի խոսում տեխնացուներից Գյումրու աղետի գոտու համար ծրագրերի իրականացման մասին, աղետի գոտի լինելու մասին։ Գիտեք, եթե զուտ պարզ հանրահաշիվ անենք 88-ից մինչև 2025 արդեն 37 տարի անցել է, հա, մի ամբողջ սերունդ ապրել գնացել է, ծնվել են նորերը երկրաշարժից հետո, որոնք արդեն ներողություն թոռատեր են, հա, բայց այդուհանդերձ բոլորը տեսնում են, ոնց որ գիտեք, ես հիշում եմ իմ մանկության տարիները, մենք բնակվում էինք մի թաղամասում, որը այսպես ասում էին բառակներ։ Բառակը ռուսերեն այդ բառակի ժամանակավոր կացարան եւ այդ բառակների թաղամասի անունը մնացել էր 1926-ի խոշոր երկրաշարժից հետո, մեկ այլ երկրաշարժի եւ այդ թաղամասում իմ մանկության տարիներին դա
70-ական թվականներն էին, դերևս կային այդ պառակները, այսինքն այդ երկրաշարժից 50 տարի անց Խորհրդային Միություն իր բոլոր հնարավորությունով այդուհանդերձ ինչ որ հետագից ինչ որ ստվեր մնացել էր, հա։ Հիմա էլ կարծում եմ, որ այս փակ շղթայում այդ հետ կմնալու է եւ այդ մասին խոսելը ինչ որ իմաստով հասկացել են, որ անիմաստ է ու ժամանակավորել։ Շատ անիմաստ է խոսել նաեւ Գյումրու երբեմնի արտադրական հզորությունների վերականգնման մասին, հա, ասենք եղել է հզոր արտադրական կենտրոն, ունեցել է 3 տասնյակի հասնող խոշոր գործարաններ, այդ թվում Խորհրդային Միության մագարտակով այսպես բավականին բարձր հանգամանք եւ կշիռ ունեցող գործարաններ, գիտեք, ես մի առիթով ասել եմ, բոլոր այն մարդիկ, ովքեր այդ գործարաններում աշխատել են, 90%-ը մահացե գնացել են։ Երբ դուք ուզում եք վերականգնել որևէ բան, նա ինձ ասեք ով է աշխատելու, այդտեղ ինչ կրթություն եւ մենք այսօր եղածը չենք կարողանում ապահովել աշխատուժով, կրթամասնագիտական ինչ-որ որակներով, այս պահին նայեք, մեկ թիվ նշեցինք 600 մարդ, սոցիոլոգիայի մեջ այսպեսի մի բան կա, մարդու միկրոսֆերայից անցում մակրոսֆերա, դա 20-ից 120 մարդու մասին, այսինքն ենթադրյալ միջին վիճակագրական մարդը ունի ըստ իր սոցիալական պատկերից ելնելով, հա, մեկը մի քիչ շփվող է ունի մինչև 120, այսպես մտերիմ ծանոթ կապերի մեջ, ով նվազ 20։ Մի եթե թիվը միջին ասված բազմապատկենք 60-70-ով, կստացվի որ 600 հոգին 60-70 ծանոթով 42,000 հենց այն ընտրողներն են, որոնք գալու են ընտրությանը մասնակցելու, այսինքն եթե ես ցանկում եմ, ես ունեմ միջին վիճակագրական 60 ինչ շրջապատող մարդիկ, քա որսան եղբայր հարս, հորեղբոր տղամորակրոջ տղա, որոնք այսպես թե այնպես անկախ իմ կուսակցական հանգամանքից գալու են քվեարկեն իմ օգտին եւ այս պահին ամենակարևոր գործոններից մեկը ընտրության վրա ազդող նաեւ պայմանականորեն ով կկարողանա այս սոցիալական կապերն օգտագործել առավելագույնս, հա, մեկը մյուսի միջոցով փոխկապակցության, ընտանիքի դեմ հակադրություն, ինչ-որ հին պատմություններ, հա, այսպիսի բաները ավելի շատ կաշխատեն այս փուլում, քան ասենք կուսակցական պատկանելությունը, քան չգիտեմ, ասենք ներողություն, սեռական կողմնորոշումը, երեխաների քաղաքը ամուսնացած չամուսնացած լինելը, այնպես որ Գյումրիում այսպես առավել կամ նվազ չափով բոլորը այս պահին ներգրավված են, ես վստահ եմ, որ իրենց ներսում բնակչության 70%-ը ովքեր արդեն մտադիր են մասնակցելու, կայացրած որոշում ունեն թեկնածու եւ այն բոլոր ջանքերը այս պահին, որ ներդրվում են կուսակցությունների, դաշինքների կողմից, առավելաբար միտված են ինչ որ ձևով փոխելու, շեղելու հայենց այս պատկերը, հա, գուցե մեկին ամաչեցնեն, որ չէ որ ես քո քավորն եմ, բայց նա քո եղբոր տղան է ընդամենը եւ քո համար ես ավելի շատ բան ունեմ արած, այսպես, հա, ըստ գովորվականների, քան որ եղբորը տղան, ավելի շատ ներքևում է, այսբերգի ներքևում է այս պահին պայքարը, այսպես 100 տարի իրար չտեսար մարդիկ սկսել են հյուր գնալ իրար, փորձել միջոցառումներ, հա, մարդիկ նայում են որտեղ է մարդ մահացել, որպեսզի գնան պսակ տնեն, այդ միջոցառման ընթացքում նաև այդ մթնոլորտի մեջ փորձեն ինչ-որ բան, սա նորմալ է, սա բնական է եւ կարծում եմ, որ ամեն ինչ արդեն ըստ էության ճիշտ է, ասում են, որ ընտրության օրն է որոշվելու, բայց մեծ հաշվով արդեն այս տեխնազուների հանգամանքով պայմանավորված ելքը պայմանավորված է եւ հասկանալով, որ սա ծեր վերջին հարցն էր, այս մասին գուցե ծավալվենք այլ հանդիպման ժամանակ եւ ես փորձեմ ավելի այսպես ըստ իմ պատկերացումների նշել թե ինչ ընթացքի մեջ է եւ ինչ զարգացումներ են սպասվում։